Բարև, երկու իշամեղու խմում են նույն նեկտարը, նույն ծաղկից, սակայն նրանցից մեկը անում է դա շատ ավելի վատ, որովհետև ունի լեզվի լրիվ այլ կառուցվածք։ Ու սա պատահականություն չէ, այլ աշխատանքի բաժանման նրբորեն կարգավորված մեխանիզմ։ Չինաստանի գիտնականները հայտնաբերել են, որ իշամեղուների թագուհին նեկտարը հավաքում է ավելի քիչ արդյունավետությամբ, քան աշխատավոր առանձնյակները։ Պատճառը ոչ վարքագիծն է, ոչ էլ ծուրությունը, այլ լեզվի միկրոսկոպիկ կառուցվածքը։ Իշամեղվի լեզվի մակերեսը ծածկված է փոքրիկ մազիկներով, որոնք պահում են նեկտարը ու թագուհու մոտ դրանց միջև հեռավորությունը ավելի մեծ է։ Արդյունքում հեղուկը չի մնում լեզվի վրա, այլ արագ հոսում է։ Իշամեղուները, ինչպես մյուս սոցիալական միջատները, ապրում են աշխատանքի խիստ բաժանման պայմաններում։ Թագուհին հիմնում է գաղութը ու զբաղվում բազմացմամբ։ Աշխատավոր էգերը սնունդ են հայթայթում, հավաքում են նեկտարն ու ծաղկափոշին, խնամում բույնը եւ թրթուրներին։ Հետաքրքիրն այն է, որ կյանքի վաղ փուլերում բոլոր էգերը ունեն գրեթե նույն տեսքը։ Նրանց ճակատագիրը որոշվում է դեռ թրթուրի փուլում։ Նրանք, որոնք ավելի երկար են զարգանում ու ստանում են ավելի շատ սնունդ, դառնում են թագուհիներ, բայց կա կարևոր նրբություն՝ գաղութի գոյության սկզբում թագուհին մնում է մենակ եւ ստիպված է ինքնուրույն նեկտար հայթայթել առաջին սերնդի համար։ Միայն աշխատավորների հայտնվելուց հետո է նա վերջնականապես նրանց փոխանցում այս գործառույթը։ Երկար ժամանակ համարվում էր, որ թագուհիների եւ աշխատավորների միջև տարբերությունները բացատրվում են հիմնականում հորմոնալ կարգավորմամբ, նյութափոխանակությամբ ու էներգիայի խնայողությամբ, սակայն ուսումնասիրված չէր արդյոք նրանք տարբերվում են նաեւ սնունդ հայթայթելու արդյունավետությամբ։ Սուն Յատ-Սենի համալսարանի հետազոտողների թիմը որոշել է գտնել հարցի պատասխանը մանրադիտակի տակ։ Գիտնականները կենտրոնացել են գետնային իշամեղվի բերանային ապարատի վրա։ Նրանք համեմատել են աշխատավորների եւ թագուհիների լեզուները, ինչպես նաեւ տեսագրել են, թե ինչպես են միջատները խմում շաքարաջուրը իրական ժամանակում տարբերությունները տեսնելու համար։ Իշամեղվի լեզուն պարզապես ձգված օրգան չէ, այն երկար է, շրջապատված է սննդային խողովակով, որի հետ միասին ձևավորվում է կնճիթը, իսկ մակերեսը ծածկված է խիտ մազիկներով։ Երբ իշամեղուն իջեցնում է կնճիթը ծաղկի նեկտարանոցը, նա լեզվով առաջ ու հետ արագ շարժումներ է կատարում։ Հեղուկը կպչում է մազիկներին եւ քաշվում ներս գրեթե ինչպես խիտ խոզանակին մնացող ջուրը։ 67 աշխատավոր էգերի ու 32 թագուհիների միկրոսկոպիկ հետազոտությունը ցույց է տվել հետեւյալը. թագուհիների լեզուն ավելի երկար է, բայց նրա մազիկները ավելի նոսր են դասավորված։ Սա նշանակում է, որ նույն ժամանակում թագուհին ֆիզիկապես ավելի քիչ նեկտար է հավաքում։ Մոդելավորումը հաստատել է դիտարկումները։ Լեզվի լուծույթով լցվելու գործակիցը թագուհիների մոտ ավելի ցածր է, քան համապատասխան չափսի աշխատավոր էգերի մոտ։ Տարբերությունը հատկապես նկատելի է պակաս թանձր շաքարով քիչ ագեցած լուծույթների դեպքում։ Հաճախ նեկտարը բնության մեջ հենց այդպիսին է։ Կարճ ասած, իշամեղվի թագուհու լեզուն այնքան էլ հարմարեցված չի նեկտար հավաքելու համար։ Այն չի պահում հեղուկը նույնքան արդյունավետ, որքան աշխատավոր առանձնյակի լեզուն։ Ու սա ոչ թե թերություն է, այլ ավելի շուտ էվոլյուցիոն կոմպրոմիսի հետևանք։ Թագուհին ավելի խոշոր է, նրա մարմինը կողմնորոշված է առաջին հերթին բազմացման, այլ ոչ թե սնունդ հայթայթելու ամենօրյա ծանր աշխատանքի ուղղությամբ։ Արդյունքում հետազոտողները եկել են եզրակացության, որ էվոլյուցիան գաղութում դերերի բաժանումն ամրապնդել է անգամ լեզվի մազիկների միջև միկրոսկոպիկ հեռավորության մակարդակով։ Աշխատավոր իշամեղուները ֆիզիկապես ավելի լավ են հարմարեցված նեկտար հայթայթելուն, իսկ թագուհին ձվադրելուն եւ ամբողջ ընտանիքի գոյությունը պահպանելուն։ Համաշխարհային օվկիանոսը տաքանում է ոչ թե աստիճանաբար, այլ նկատելի արագացմամբ ու 2025 թիվը դարձել է դրա ակնառու օրինակը։ Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 18.7 աստիճանի, սա 0.49 աստիճանով ավելի բարձր է 1981-ից 2010 թվականների միջև մակարդակից։ Միևնույն ժամանակ օվկիանոսի մակերեսի 14%-ը դրսևորել է դիտարկումների պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը։ Ռեկորդը ոչ թե կետային է, այլ վերաբերում է անմիջապես շատ մեծ տարածությունների։ Վերջին տարիների հիմնական առանձնահատկությունը տաքացման արագության աճն է։ 20 տարվա ընթացքում օվկիանոսը սկսել է տաքանալ մոտ 2 անգամ ավելի արագ, քան միջին տաքացումն էր սկսած 1960 թվականից։ Դա հատկապես կտրուկ երևում է Անտարկտիդայի շուրջը գտնվող Հարավային օվկիանոսում։ Այս ջրային տարածության կեսի ջերմաստիճանը երբեք նախկինում այնքան բարձր չէր եղել, որքան 2025 թվականին, իսկ տաքացման տեմպերը նախորդ 2 տասնամյակների միջին ցուցանիշներից 4 անգամ բարձր են։ Չինացի հետազոտողները գնահատել են օվկիանոսի ջերմաստիճանի փոփոխությունները մակերևույթից մինչև 2000 մետր խորության վրա օգտագործելով World Ocean Database տվյալների բազայի Argo ինքնավար, խարիսխավոր, լողանների եւ Fengyan 3 արբանյակների տվյալները։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս տեսնել ոչ միայն մակերևութային տատանումները, այլև ջերմության կուտակումը ջրի շերտերում։ Արդյունքները ցույց են տվել, որ համաշխարհային օվկիանոսի ջերմային պարունակությունը 2024 թվականի համեմատությամբ 2025-ին աճել է 13-ից 70 զետա ջոուլով։ Նույնիսկ նվազագույն
Նույն գնահատականը 2025-ը ռեկորդային է դարձնում օվկիանոսում կուտակված ջերմության քանակով։ Օվկիանոսը դեռ կլանում է ավելորդ էներգիայի հիմնական մասը, զսպելով մթնոլորտի տաքացումը, սակայն արագացող տաքացումը հատկապես հարավային օվկիանոսում այսօր արդեն ազդում է ծովային հոսանքների, էկոհամակարգերի վիճակի եւ անտարկտիկական սառույցի կայունության վրա։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը «Ռադիոալիքն» է։ «Ռադիոալիքը» ֆանտաստիկ թրիլերի հազվագյուտ օրինակ է, որում հրաշքը աշխատում է ոչ թե տպավորիչ էֆեկտների, այլ էմոցիոնալ խորության համար։ Ֆիլմը պատմում է ոստիկանի մասին, ով պատահաբար ռադիոկապով միանում է տարիներ առաջ մահացած հոր հետ։ Ֆիզիկայի օրենքներով այս կապը անհնար է, նրանց բաժանում են տասնամյակներ, սակայն հին ռադիոկայանը կոտրում է ժամանակը, հոր եւ որդու զրույցները սկսում են փոխել անցյալը եւ դրա հետ միաժամանակ նաեւ ներկան։ Յուրաքանչյուր միջամտություն փրկում է մի կողմին եւ վտանգի տակ դնում մյուսին, ընտանեկան պատմությունը վերածելով ճակատագրի հետ լարված խաղի։ «Ռադիոալիքը» հմտորեն միավորում է գիտական, ֆանտաստիկան, դետեկտիվն ու կորստի մասին դրամատիկ պատմությունը։ Այստեղ կարևոր է ոչ թե պարադոքսների բացատրությունը, այլ հարցը՝ ինչ ես պատրաստ փոխել, եթե հնարավորություն ստանաս խոսել նրանց հետ, ովքեր այլևս չկան։ Հենց այս պատճառով էլ ֆիլմը հիշվում է որպես պատմություն ոչ թե ժամանակի, այլ մարդկանց միջև կապի մասին, որը ավելի ուժեղ է, քան ժամանակը։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։